2022 թվականին հունվարի 1-ից կառավարության կողմից հաստատվեց մի ծրագիր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ, որը վերաբերում էր ընտանիքում ծնված երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխային աջակցություն տրամադրելուն, ծրագրի բովանդակությունը հետեւյալն էր. 22 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երրորդ կամ ավելի բարձր կարգաթվով երեխային մինչև երեխայի 6 տարին լրանալը պետությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրում 50,000 դրամ չափով եւ այս ծրագիրը ներդրելիս մենք որոշակի փորձնական, պիլոտային այսպիսի բովանդակություն ենք դրել դրա տակ, որպեսզի կարողանանք այնուհետև գնահատել դրա արդյունքները, արդյունավետությունը եւ նաեւ ունենալ դրա վերաբերյալ եզրակացություն շարունակում ենք թե ոչ եւ փորձաշրջանի, այսպես ասած, ժամկետը սահմանվել մինչև 25 թվականի ավարտը եւ արդյունքների ամփոփումից պետք է եզրակացության գանք շարունակում ենք թե դադարեցնում ենք ծրագիրը, բայց քանի որ արդյունքները ավելի քան բավարարող էին եւ մեր նպատակները ըստ էության նպատակներին հասել ենք, որոշում կայացվեց, որ այն ոչ միայն պետք է շարունակել, այլ նաեւ դարձնել պետական նպաստի տեսակ, այսինքն օրենսդրական օրենքի իմաստով երաշխիք 3 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների համար եւ ըստ էության այս տարվա հունվարի 1-ից երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ուրեմն աջակցությունը դարձել է նպաստ եւ կվճարվի 50,000 դրամ յուրաքանչյուրին մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Ընդ որում նշեմ, որ որոշակի փոխկապակցվածություն ունի այս ուրեմն նոր նպաստի տեսակը անկանխիկ գործարքներից հետվճարի մեր ծրագրի հետ, որովհետև այս ուրեմն աջակցությունը, որը նույնպես տրամադրվում է բանկային քարտերի միջոցով, անկանխիկ գործարքներից նույնպես կստանան մեր ընտանիքները հետվճար։ Այսինքն 50,000 դրամը ըստ էության կարող է հնարավոր լինել դարձնել մինչև 60,000 դրամ ամսական։ Ովքեր արդեն այդ իրավունքը կառավարության հաստատած ծրագրի շրջանակում ձեռք են բերել, մինչև 6 տարեկանը շարունակելու են ստանալ եւ հունվարի 1-ից ուղղակի հետո ծնված երեխայի դեպքում որպես նպաստ է այն վճարվելու, ըստ էության բովանդակային առումով ընտանիքի տեսանկյունից որևէ տարբերություն չկա, ստացվում է շարունակում ենք, բայց ավելի բարձր երաշխիքներով օրենքի շրջանակում։ Արդյունքները գոհացուցիչ էին այն իմաստով, որ ընտանիքում երրորդ եւ հաջորդ երեխաների կարգաթվային կառուցվածքում ընդհանուր ծնվածների մեջ ունենք դրական դինամիկա եւ սա ոչ միայն շնորհիվ այս ծրագրի, այլ նաեւ բազմաթիվ այլ ծրագրերի, որոնք իրականացնում է պետությունը վերջի 5-6-7 տարիներին եւ եթե թվերով ներկայացնենք 2017-18 թվականներին երրորդ կամ ավելի բարձր կարգաթվով ծնված երեխաների թիվը եղել է շուրջ 8,000 պլյուս-մինուս 200 եւ օրինակ 23-24 թվականին 25-ին դեռ չեն ամփոփել, բայց տեմպերը գրեթե նույնն են 23-24 թվականներին այդ թիվը 12,000 է եղել, պլյուս-մինուս 200-300, այսինքն մոտավորապես 45-50%-ով մենք աճ ենք ունեցել երրորդ հաջորդների, ինչը բավականին մեզ համար գոհացուցիչ արդյունքներ են։ Առաջին եւ երկրորդ երեխաների պարագայում մենք եւս մի փոփոխություն կատարեցինք համարտադրության տարբերակը միանվագ նպաստների դեպքում եւ եթե դեռևս առաջի եւ երկրորդ երեխաների ծննդյան նվագ նպաստը կազմում է 300,000 դրամ, ապա այս տարվա սեպտեմբերի 1-ից այն կազմելու է 500,000 դրամ, ինչը 60-65%-ով բարձրացում է եւ կարծում ենք, որ առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան ժամանակ բոլոր այն հետծննդյան հետ կապված ծախսերը, երեխայի առաջին անհրաժեշտության պարագաները, մահճակալի եւ այլն հնարավոր կլինի ամբողջությամբ բավարարել
եւ նույնիսկ 1-2 ամսվա էլ տարբեր ուրեմն ծախսումներ կատարել երեխայի հետ կապված։